Եթերում սպորտ պոդքասթ Թեթանոսի հետի հերթական թողարկումն է։ Գիտեմ, եթե ասեմ, որ հերթական շաբաթն է ու էլի ունենք լիքը հետաքրքիր իրադարձություններ, որոնցով հարուստ է եղել նախորդ շաբաթը, դուք կասես, որ ամեն շաբաթ էլ նույն բանն ես ասում, բայց առանձնահատուկ հետաքրքիր է, որ նախորդ շաբաթը հարուստ է եղել ոչ թե պարզապես մեզ բոլորիս հետաքրքրող ֆուտբոլային ստանդարտ իրադարձություններով, որքան էլ որ դրանք հետաքրքիր են, կարևոր, Չեմպիոնների լիգա, Հայաստանի ազգային հավաքական, Հայաստանի առաջնություն եւ այլն։ Բայց մեծ հաշվով կընդունեք երևի, որ այդ ամենը ֆուտբոլի մասին է։ Այս անգամ մի ամբողջ շաբաթ հայկական եթերը, Երևանը, Հայաստանը ու հայ մարզասերը առիթ է ունեցել ոչ մեկ, ոչ երկու, ոչ էլ 3 մարզաձևի հետևելու, որոնց հետ ուղակի, անուղակի հայերն ու հայկականությունը կապ է ունեցել։ Որպեսի շարադրեմ դրանց մի մասը, ցանկը, մեր հետաքրքրությունների դրանց թվում եղել է մշամարտը, Եվրոպայի առաջնությունը, ծանրամարտը, որը օրերս է մեկնարկել, Երևանում մեկնարկել է հոկեյի աշխարհի առաջնության 4-րդ դիվիզիոնի խաղարկությունը, իսկ դա իր հերթին լրացուցիչ մի քանի ենթակարևորության հարցեր է իր հետ բերել, ամեն ինչ տեղի էր ունենում 15 տարի անց առաջին անգամ էր տեղի ունենում, որպեսզի ընկալեք, այսինքն Հայաստանի հավաքականի առաջին պաշտոնական խաղն էր անցկացնում, առաջին պաշտոնական խաղում գրանցված հաղթանակը, առաջին տափողակը, որ ուղարկեցին, առաջին հետ-թրիկը եւ այլն, կարճ ասած, այնքան հարուստ էր իրադարձություններով, պլյուս դե այդ ամեն ինչի հետ միաժամանակ այնտեղ Չեմպիոնների լիգա, ֆանտաստիկ արդյունքներով, գերհետաքրքիր հանդիպումներով, ինչպես օրինակ Մադրիդի Ռեալն է ու Դորտմունդի Բորուսիան, նրանք ընդհանրապես մինչև վերջ պայքարող եւ կամային բարձր որակներ ունեցող, չնայած Դորտմունդի Բորուսիայի դեպքում կամային բարձր որակները մի քիչ չեն համապատասխանում, այս վերջերս այդ ակումբը հնարավոր անհնարին բոլոր սցենարների դեպքում հերոսաբար պայքարողի ու պարտվողի կարգավիճակում է եղել, բայց օրինակ նույն Մադրիդի Ռեալի դեպքում այդ կերպ չենք կարող արտահայտվել, քանի որ նրանք միշտ մինչև, այ որ ասում են մինչև վերջին վայրկյանը պայքարող թիմ է եղել, միանշանակ Մադրիդի Ռեալն է եղել։ Եվ հիմա դրանից զատ պլյուս Հայաստանի առաջնությունում մենք ունենք գերհետաքրքիր, գերգեղեցիկ գոլեր, գերհետաքրքիր հանդիպումներ, ինչպես նաև զարգացումներ, որոնք ել ավելի հետաքրքիր են դարձնելու Fast-X Premier League-ի հետագա տուրերի խաղարկությունը։ Դե էլ չեմ խոսում այն մասին, որ շուտով արդեն Գավաթի կիսաեզրափակչի խաղարկությունն է, կարճ ասած, պատկերացնում եք այդ ամեն ինչը այս մի քանի 40-50 րոպեների ընթացքում մենք պետք է տեղավորենք ու այնպես որ փորձենք միասին առաջ գնալ եւ այս եթերի ընթացքում ամփոփենք նախորդ շաբաթը։ Իհարկե այդ բոլոր իրադարձությունների շարքում ես մոռացա, չեք հավատա, բայց մոռացա մի մարզաձև, որի մասին ոչինչ չասացի, բայց իմ մտքում մի բան կար, մի օրակարգ կար, համաձայն որի մենք հենց այդ մարզաձևից էլ սկսելու ենք, պատկերացնում եք, դա սպորտային մարմնամարզությունն է, այո, ես առաջին ուզում եի այդ մասին խոսել, եւ որպեսզի ընկալեք կարևորությունը եւ որպեսի շատերի համար հասկանալի լինի, վերջին շրջանում, շատերի համար ընկալելի այլ տարբերակով գիմնաստիկայում մեր ունեցած հաջողությունները, շատերը կապում էին ինչ-որ սերնդի հետ, որը եկել է, որը անում է ավելին քան կարող է, որը տարեց տարի գլխից բարձր ցատկել է, եւ ըստ էության ունենք այն, ինչ ունենք, ու դրանով մենք սահմանափակվել ենք, բայց վերջերս Խորվաթիայի Օսիեկ քաղաքում տեղի ունեցած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում մենք փայլել ենք մեր երիտասարդներով, որոնք որ իրենց մասին արդեն խոսել տվել են ոչ վաղ անցյալում, նրանց անունները գոնե ես գիտեի եւ հայկական մարզաշխարհը լուսաբանող լրագրողները բավականաչափ լավատեղյակ էին եւ Համլետ Մանուկյանի անունը, ոչ էլ Մամիկոն Խաչատրյանի անունը մեզ համար նոր անուն չէ, այսպես շարադրեմ։ Նորություն կարող է լինել նրանց համար, ովքեր որ մեղմ ասած ուշադրություն չեն դարձնում սպորտային մարմնամարզությանը։ Եվ հիմա մենք նժույգ թափեր վարժությունում, որտեղ որ ավանդապես մենք լավ մարզիկներ ունեցել ենք, այստեղ նրանցից երիտասարդ 18-ամյա Համլետ Մանուկյանը նվաճել է ոսկե մեդալ։
Եզրափակիչում էին հայտնվել նաև մեր մյուս եզրափակիչում մեր երկու մարզիկներ էին հայտնվել, այսինքն բավական լավ միավորներ էին գրանցել եւ այս անգամ ինձ հետ այս համակարգիչը ռեալ պետք է ինձ օգնի, բավական լուրջ քանակի ինֆորմացիա այստեղ առանձնացրել է եւ այն դեպքում երբ որ Մամիկոն Խաչատրյանը որակավորման փուլը հաղթահարել էր 14.466 միավորով եւ Համլետ Մանուկյանը նրան զիջում էր 14.433 միավորով։ Այդուհանդերձ եզրափակիչում ավելի պիտ գտնվեցին հենց 18-ամյա Համլետ Մանուկյանի նյարդերը եւ նա ոսկե մեդալ նվաճեց։ Առհասարակ ինչ պետք է առանձնահատուկ ընդգծեմ, շատ կարեւոր է սերնդափոխության տեսանկյունից, այսինքն մենք ունենք տղաներ, որոնք որ գալիս են նորից համաշխարհային սպորտային մարմնամարզությունում ռեալ իրական մեդալային հավակնությունների հետևից, պայքարելու հետևից եւ մեր ավանդույթները շարունակելու հետևից։ Առհասարակ 4 փուլի եզրափակիչ են դուրս եկել օլիմպիական խաղերի արծաթե բրոնզե մեդալակիր, մեր անվանի երևի այս սերնդի ամենաանվանի մարզիկը Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն է նաև դուրս եկել եւ Վահագն Դավթյանը։ Այնպես որ Օսիեկում նրանցից մեր մարմնամարզիկներից սպասելիքները շատ են եւ նրանց հաջողություն պետք է մաղթել։ Այդ հաջողության ճանապարհին տեղի ունեցած հանդիպումների մեկի մասին էլ ես նկատեցի Instagram սոցիալական ցանցում, որտեղ որ երևի նրանք ովքեր որ ֆուտբոլ սիրում են, արդեն հասկացան ինչի մասին է խոսքը, քանի որ խորվաթական Օսիեկում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ստյոպան Մկրտչյանը, հենց Ստյոպան լուսանկար էր հրապարակել մեր մարզչական շտաբի հետ, նաև մարզիկների հետ, նրանք համատեղ հանդիպել էին, ընտրել եւ իրար հաջողություն մաղթել։ Միանշանակ կարծում եմ դա նրանց խոսակցության անբաժան ու ամենակարևոր մասը կազմել է։ Այնպես որ այս տեսանկյունից շատ հաճելի է տեսնել, որ ընդհանրապես թիմային եւ անհատական մարզաձևերը, որոնք որ այդքան տարբեր են, հատկապես Հայաստանում իրարից այդքան տարբերվող առհասարակ, քանի որ թիմային մարզաձևերում մեր մասնակի ոչ այդքան հաճախ հաջողությունները ուղեկցվում են անհատական մարզաձևերում մեր լուրջ լրջագույն հաջողություններով եւ հաճելի է տեսնել, որ աշխարհներ կան, որոնք որ խաչվում են, տեղեր կան, որոնք որ նրանց միավորում են եւ հուսամ, որ ինչ որ մի օր պայծառ ապագայում այդ հաջողությունները ասենց հավասար կբաշխվեն եւ մենք թիմային մարզաձևերում էլ այդ ամենը կտեսնենք, հաղթանակած իրոք հաջողակ մարզիկների կողքին լինել գերագույն հաճույք է փորձով փոխանակվելու առհասարակ ծանոթանալ ընկերություն անել, ինչու՞ չէ։ Երևի դա ամենակարևորն է այս դեպքում։ Անցնենք երկրորդ իրադարձությանը, շատ ավելի մասնավոր ինչ-որ պատմություններ իրար եմ կպցնելու եւ խոսելու ենք մշամարտի մասին։ Ես չեմ անդրադառնալու առանձին մարզիկների, նրանց ելույթներին, ինչու նրանց մոտ չստացվեց, եզրափակիչ ճանապարհը ինչպես անցան, ես ցանկանում եմ խոսել Մալխա Սամոյանի մասին, շուտով կբացատրեմ թե ինչու, ես ցանկանում եմ խոսել որոշ նյուանսների մասին եթերային։ Բրատիսլավան ընդունեց Եվրոպայի առաջնությունը, մշամարտի, ազատ ոչ եւ հունահռոմեական, այստեղ Մալխա Սամոյանը առանձնահատուկ կերպար է ինձ համար, անձամբ ճանաչելով նրան, միշտ հպարտացել եմ նրա հաջողություններով, բայց ինչու է նա դարձել ինձ համար առանձնահատուկ, քանի որ նա ունի ինչ-որ իսկական մարզիկի այն respect կոչվածը որ կա, որ ֆուտբոլում միշտ բոլորի շապիկներին գրված է, այ պետք է մեծ տառերով հենց նրա մարզաշապիկի վրա գրվի կամ չգիտեմ, նա մարմնավորում է ինչը սպորտում ռեսպեկտ է առհասարակ, գերհաճելի անձնավորություն է այդ տեսանկյունից, ես նրա հաղթանակը եւ նրա ոսկե մեդալը ինձ ստիպեց, որ ես մտածեմ, որ մշամարտի մասին չի ասի, որ չենք խոսել, բայց առհասարակ այնպես չէ, որ շատ եթերաժամանակ ենք հատկացրել, կարծում եմ, որ հենց Մալխասի շնորհիվ պետք է այդ սխալը մենք շտկենք։ Ես կփորձեմ մոտակա շաբաթների ընթացքում անպայման նրան հյուրընկալել այստեղ։ Բազմաթիվ ու լիքը հարցեր են կուտակվել ինձ մոտ, որոնք որ վերաբերում են առհասարակ այդ մարզաձևի ապագային, այդ մարզաձևի զարգացման տենդենսներին, խնդիրներին, որովհետև ճիշտն ասած տարիներ շարունակ հետևելով ու լուսաբանելով
այն ամենը ինչ տեղի ունենում հայկական նշամարտում շատ հաճախ տեսնելով որ դա իրոք հաջողության ճանապարհ է, այսինքն մարզիկները կարողանում են իրենց ելույթներով Հայաստանի առաջնությունում հաջողություններով ապահովել նաև մեդալային նվաճումներ միջազգային ստուգատեսերում, բայց այն ամենը ինչ տեղի է ունենում, թե այդ ամենը ոնց է կազմակերպում, ինչ տեսք ունի, ինչպես է այդ ամենը ընթանում Հայաստանում, ներքին առաջնության մասին է ինչ որ հուշամրցաշարեր են, կազմակերպչական խնդիրներ են, այդ ամենը բազմաթիվ հարցեր է միշտ ինձ մոտ առաջացրել եւ տպավորություն է միշտ ստեղծվել, որ ըմբշամարտը այն աստիճան դանդաղ է զարգանում ամբողջ աշխարհում, որ մեր այդ հաճախ եկեք այդ բառից չխուսափենք, կիսափնթի ինչ որ լուծումներով, հաճախ վեճերով, վիճաբանություններով հարուստ այդ իրադարձությունները այդուհանդերձ մնում են մրցունակ եւ ես կուզենայի հենց Մալխասից մարդուց որ անգամ այդ դժվար կասկածելի հաճախ նաև Հայաստանի պայմաններում այդ խնդրահարույց դեպքերը հաշվի առնելով մի հատ բացատրի ինչով է դա պայմանավորված երբ որ դա օրինակ չի խանգարում իդեպ նույն բանը նաև սպորտային մարմնամարզությունում է նկատվում գիտեք մեզ մոտ Ազարյանի դպրոցը գլխավոր դարբնոցն է այնտեղ ամեն ինչ կա որը համապատասխանում է նվազագույն ստանդարտներին, անգամ ավելի ցածր, այսինքն այնտեղ կան բոլոր պայմանները, որպեսզի այդտեղից մարզիկներ դուրս չգան, բայց բանից պարզվում է, որ այնտեղից դուրս են գալիս։ Այսինքն մարդկային գործոնը շատ ավելի կարևոր է եւ հնարավոր է որ Մալխասը կարողանա մեզ պարզաբանել, բացահայտել, ընդգծել թե ինչ մարդկային ռեսուրսի, որ գործոնների շնորհիվ է հենց որ մենք կարողանում ենք ըմբշամարտում ունենալ նման հաջողություններ։ Ես կուզենայի որ Մալխասը իր մարզական կեցվածքի, իր շարժուձևի իր հարգանքի, որը նա տածում է իր հակառակորդների նկատմամբ, անկախ դա որ երկրի ներկայացուցիչ է դիմացինը նմուշ օրինակ լինի բոլոր մյուսների համար։ Ցավոք սրտի այնտեղ կրկին վնասվածքով պայմանավորված բացատրությունը այդպես եղավ, որ Արտուր Ալեքսանյանը չպայքարեց մեդալի համար, դե դա հասկանում ենք, հնարավոր է որ Արտուր Ալեքսանյանը հասկանում եք այնքան ոսկիներ ունի Եվրոպայում, որ նրա համար մի քիչ այդ կարգավիճակի ստատուսի հարցել է, բայց դա արդեն մեկ այլ պատմություն է, հասկանում եք, կա ինչ որ մակարդակ աշխարհում տարբեր մարզաձևերի էլ է դա բնորոշ, երբ որ դու կարծում ես, որ քեզ հարիր չէ այդտեղ արդեն այդ մակարդակում պայքար մղել, թե որքան է դա արդարացված, թե որքան է դա ճիշտ, ես չէ որ պետք է դատեմ։ Ինչ էր հաճելի տեսնել, տևական ժամանակ իմ ավագ գործընկերը, ում նաև այստեղ հյուրընկալել են Կարեն Գիլոյանը, որը սպորտի աշխարհում արդեն կառավարչական ինչ որ խնդիրներ էր լուծում եւ ԿԳՄՍ-ում սպորտի հարցերով փոխնախարարն էր, նա արդեն այդ պաշտոնը չի զբաղեցնում եւ հետաքրքիր էր, որ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ FAST-TV եթերում անակնկալ էր ինձ համար, նրա ձայնը նորից լսեցի, իհարկե վաղուց չէի լսել եթերում մեկ ինձ համար մի քիչ տարօրինակ էր FAST-ի եթերում լսել նրա ձայնը, քանի որ միշտ ասոցացվել է Կարեն Գիլոյանի խոսքը առաջին ալիքի հետ, բայց ամեն դեպքում հաճելի վերադարձ էր նրանց համար, ովքեր որ դա չէին նկատել կամ ընկալել, չնայած չնկատել, չընկալել չես կարող, քանի որ նրա բառապաշարն ու խոսքը, թե ինչպես է նա շարադրում, ձայնի տեմբրն էլ բոլորին ծանոթ է։ Ամեն դեպքում դա հաճելի վերադարձ էր մեր մարզաշխարհին վերաբերող, դա հատուկ ցանկացա ընդգծել եւ վերջին ամփոփիչ խոսքս կրկնում եմ, պետք է լինի այն մասին, որ ոչ միայն Եվրոպայի առաջնությունը, այլ առհասարակ ըմբշամարտի հայկական դպրոցը ես ցանկանում եմ հենց քննարկել եւ իմ սուր հետաքրքիր, ինձ հետաքրքրող ցավալի հարցերը տալ հենց Մալխաս Սամոյանին, իմ արչեւ շատ ռեալ խնդիր եմ դնում կապվել նրա հետ եւ նրան հրավիրել այստեղ, այնպես որ գալիք եթերներից մեկը լինելու է ամբողջությամբ նվիրված ըմբշամարտին։ Ըմբշամարտից հետո եկել է ծանրամարտի ժամանակը, ավանդապես մեր ամենա մեդալային մարզաձևերից մեկը եւ թեման էլ, ինչպես գիտեք, երևի կրկին Եվրոպայի առաջնությունն է, բայց արդեն ծանրամարտի, բայց արդեն ոչ թե Բրատիսլավայում, այլ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։ Ապրիլի 13-ին է մեկնարկել եւ պետք է ասել, որ նախորդ տարիներին Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում եղել է առաջինը, այսինքն մենք Մոլդովա ենք մեկնում որպես մեդալային հավակնությունների գլխավոր սենց ծիտան երկիր,
դա կարևոր է, դա պատվաբեր է միաժամանակ խնդրահարույց այնքանով, որքանով որ դու պարտավոր ես ինչ-որ մի մակարդակ պահել, անգամ եթե կոպիտ ասած, հիմա այն հաշվարկում մենք ինչ-որ մի բան զիջենք, մենք պետք է պատվի արծ է հասկանում եք, առաջին եռյակում պետք է տեղ գրավենք։ Քանի որ մեր թիմը շատ ներկայացուցչական է, 10-ական մարզիկներ տղամարդկանց եւ կանանց պայքարում են ներգրավված։ Իդեպ դա էլ իր հերթին շատ հետաքրքիր կարևոր է ընդգծելու, որ մենք պարիտետ ունենք սեռային հարցում եւ այստեղ 10-ական մարզիկներով են ներկայացված։ Չգիտեմ դա միջազգային պահանջ է, թե մենք ենք մեր ֆեդերացիան է որոշում կայացրել, որ այսուհետ պետք է ասած հավասարությունը լինի։ Դա էական է այնքանով որքանով, բայց միաժամանակ էական է ու արժանի ուշադրության, որ մենք նշենք դա։ Ցանկը մեծ է, փոփոխությունները մեծ են, այնպես որ ես առանձնացրել եմ, կընդգծեմ, կկարդամ 61 կիլոգրամ քաշային կարգում տղամարդկանց պայքարում հանդես կգա Գառնիկ Չոլակյանը, 67-ում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոր Սահակյանը, նա իդեպ քաշային կարգը կներեք փոխել է եւ Գոր Սահակյանը հանդես է գալու 73 քաշային կարգում, Ռաֆիկ Հարությունյանը 81 կիլոգրամ քաշային կարգում է հանդես գալու, 89-ում տղամարդկանց պայքարում Անդրանիկ Կարապետյանին փոխարինելու է մնացական Աբրահամյանը, Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանն այս տարի նրան չենք տեսնի 96 կիլոգրամ քաշային կարգում, որտեղ որ նա մշտապես մեդալային հավակնությունների մեր գլխավոր սպասելիքները կապված էին նաև նրա հետ, փոխ չեմպիոն Դավիթ Հովանեսյանն է մեկնարկելու եւ ներկայացնելու Հայաստանը 102 կիլոգրամ քաշային կարգում էլ Գարիկ Կարապետյանին եւ Սամվել Գասպարյանին այս տարի փոխարինելու են Արա Աղանյանը եւ Պետրոս Պետրոսյանը Գարիկ Կարապետյանը քաշի փոփոխությամբ տեղափոխվել է ավելի բարձր 109 կիլոգրամ քաշային կարգ, իդեպ այստեղ նաեւ կրկին տեսնելու ենք Սիմոն Մարտիրոսյանին, Սիմոնը գերծանր քաշային կարգից էլ իր հերթին քաշային նահանջ է արել իր համար մեծ հաշվով ավելի ծանոթ, ավելի հաճելի երևի թե միանշանակ ավելի հարազատ քաշային կարգ։ Եվ գերծանրում էլ մեր գլխավոր ու հիմնական մեդալային ակնկալիքը դա աշխարհի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանից է։ Սա տղամարդկանց մասով եւ կանանց հավաքական տեղափոխվենք, որտեղ 5 քաշային կարգ կա եւ մենք 5-ում էլ ունենք երկուական ներկայացուցիչ։ Նրանց թվում է Եվրոպայի գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը, որը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ, 55 կիլոգրամ քաշային կարգում Ալեքսանդրայի հետ մրցելու են մեդալների համար եւ պայքարելու նաեւ Իզաբելա Յայելյանը, տեսնենք թե կօգնեն իրար, կարծում եմ փող լրացնելով այստեղ էական եւ շատ լուրջ պայքար կլինի 76 կիլոգրամ քաշային կարգում էլ Հայաստանը կներկայացնի Աննա Ամրոյանը եւ Միլենա Խաչատրյանը 81-ում պայքարում տեսնելու ենք Էմա Պողոսյանին եւ Մարգարիտա Արաքելյանին Նախորդ տարի այս քաշային կարգում ներկայացնում են Լիանա Գյուրջյանը եւ Տաթև Հակոբյանը, նրանք կպայքարեն 87 կիլոգրամ քաշային կարգում, Ջուլիետա Ավանեսյանը եւ Մերի Թումասյանն էլ կմրցեն գերծանր քաշային կարգում, մեր ծանրորդները մրցելույթները սկսելու են ապրիլի 14-ից, այսքանը թերևս ամբողջական ամփոփ ներկայացրեցինք մոտավորապես ովքեր են ինչ նորանուններ են մեզ մոտ, ով ում է փոխարինել, նաև քաշային կարգերում տարբերությունները, տեսնում ենք վերադարձներ, տեսնում ենք նաև երբ մարզիկները ինչ-ինչ նպատակների համար փոխում են իրենց քաշային կարգը, իրենց գտնելու համար, նաև իրենց երևի կորցրած թելը կարիերայի հետ բերելու, շտկումներ կատարելու, կարծում եմ Եվրոպայի առաջնությունը Հայաստանի պես երկրի համար, որտեղ կրկնում եմ, մենք գնում ենք վերջին տարիների որպես հեգեմոն մեդալային պայքարում բացարձակ ամենաուժեղ ծանրամարտի գերտերություն ենք այնտեղ գնում, այնպես որ մենք պարտավոր ենք Եվրոպայի առաջնությունը օգտագործել որպես հարթակ, որտեղ կարող ենք հասկանալ, թե ովքեր են ռեալ հավակնորդներ, ովքեր են, որ կարող են այդ հավակնությունները ունենալ։ Այնպես որ այդ առումով շատ կարևոր է եւ մեծ հաշվով միակ բանը, որ կրկին մեզ մնում է, դա նրանց հաջողություն մաղթելն է։ Բուն TV եթերում շարունակում ենք սպորտ ոդքասթը Հեթանոսի հետ, ձեզ հետ աշխատում եմ ես, Գևորգ Ղազարյանը, ում նաև հաճախ Հեթանոս են անվանում, եւ ես շատ ուրախ եմ ներկայացնել մի մրցաշարի մասին, մի մարզաձևի մասին, խոսել
տափողակով հոկեյի, այսուհետ միայն կասեմ, հոկեյ, եւ այն էլ վերաբերող Հայաստանին ու հայերիս։ Ճիշտ ասած, շատ էի սպասում այս մրցաշարին, երևի թե կհասկանաք, պարբերաբար անդրադարձել ենք, այստեղ նաև հյուրընկալել տափողակով հոկեյի Հայաստանի Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարին, շատ հաճելի զրույց էր, գոնե ինձ համար բազմաթիվ հարցերի պարզաբանումներ ստացա, թե եթերից դուրս զրույցի ժամանակ, թե հենց եթերի ընթացքում, այսինքն մեծ հաշվով մի ամբողջ նոր աշխարհ բացահայտվեց, չնայած նրան, որ այնպես չէ, որ այս ընթացքում իմ համար ինքը ինչ-որ անհայտ terra incognito տարածք էր, ոչ, բայց ամեն դեպքում կնճռոտ հարցերի պատասխաններ ստանալով իրավիճակը եւ նպատակները շատ ավելի միանշանակ են դառնում։ Եվ հիմա ես փորձեմ հակիրճ կետ առ կետ ներկայացնել, թե ինչ աշխատանք է տարվել արդեն մարզական լրագրողի տեսանկյունից։ Կիրակի օրը ես դուրս եկա Վազքի հերթական մարզումային պլանով սենց համաերևանյան ինչ-որ շրջագայություն էր, մոռացել էի, որ Երևանում կա նաև հոկեյի համար նախատեսած ֆանզոներ, եւ դրանցից մեկին հրապարակի հարևանությամբ հանդիպեցի, չէի ասի, որ շատ էին հանդիսականները, բայց ամեն դեպքում Իրանի եւ Ինդոնեզիայի հավաքականների միջև հանդիպմանը մարդիկ կային, նայում էին։ Դա շատ հետաքրքիր է, մտաբերեցի, որ այսօր երեկոյան ես հոկեյ ունեմ ճիշտ ասած նայելու։ Եկա տուն, արդեն հերարցակումը դիտեցի, որը բավական որակյալ է, շատ հաճելի, լավ մեկնաբանությամբ։ Այստեղ արդեն գերվստահ հաղթանակ տոնեց Ուզբեկստանի հավաքականը Քուվեյթի չեխերի նկատմամբ, իսկ Քուվեյթի հավաքականը, որը իր նոր ձևավորման փուլում է, լավ, ինչպես, չգիտեմ, ձևակերպել մի երկիր, որ ընդհանրապես այնտեղ այդ նույն կատակը հնարավոր է անել, սառույցը միայն բաժակի մեջ է հանդիպում, հիմա նրանք պարզվում է, որ ձևավորել են հավաքական, համոզել հոկեյի համաշխարհային ֆեդերացիային, որ իրանք ունեն կանոնավոր առաջնություն եւ կարող են մասնակցել աշխարհի առողջության որակավորմանը կամ 4 դիվիզիոնի նվազագույնը եւ փորձել որակավորվել ավելի բարձր դիվիզիոն, բայց լավ, դա իրենց խնդիրն է, մենք այդ մասին էլ խոսեցինք եւ հասկացանք, որ եթե նրանց դա հաջողվել է համոզել, ուրեմն դա նրանց խնդիրն է, ապրեն նրանք, մենք նրանց հետ կհանդիպենք, կմրցենք, ինչ վատ է, եւս մեկ հանդիպում ավել Հայաստանի ազգային հավաքականի համար։ Դիտելուց հետո արդեն ժամանակն էր, ես վերցրեցի հավատարմագիրը, բեյջը եւ ճանապարհ ընկա տնից դեպի հոկեյի եւ գեղասահքի մարզադպրոցի սահադաշտ եւ այդ մարզապալատում արդեն մթնոլորտը մեղմ ասած հաճելի ու անսպասելիորեն հաճելի էր, քանի որ ես որքան էլ համոզված էի, որ կա ինչ-որ շրջանակ, հատկապես ռուսների եւ Ռուսաստանի հայերի, որոնց համար հոկեյը ինչ-որ էկզոտիկ մարզաձև չէ, նրանք կային իհարկե, բայց կային նաև մարդիկ, որոնց երբեք ես չէի տեսել, երբ գնում էի հոկեյի Հայաստանի լիգայի հանդիպումները դիտելու, բայց այդ տարածքը բոլորին միավորել էր, հաճելի էր տեսնել մարդկանց, ովքեր որ եկել էին ընկալումով, որ իրանք գալիս են Հայաստանի ազգային հավաքականի երկրպագելու, հիմա ֆուտբոլ չի, ֆուտզալ չի, այլ հոկեյ է։ Այսինքն իրենք իրենց մեջ դա ընկալելու հասկացել էին հոկեյի մարզաշապիկներով, տեղում բավական լավ կազմակերպված էր հա տպագրությունը, վաճառքը շապիկների եւ ոչ միայն կարճ ասած այդ շուրջ հոկեյի աշխարհը բավական լավ մատուցված էր, հետաքրքիր էր տեսնել նաև հետաքրքրություն դրսից լրագրողների եւ տարատեսակ Telegram ալիքների, դրանցից մեկի հետ ես զրուցել եմ առանձին այդ հարցազրույցը ինչ որ ֆորմատով ես սպորտ ոդքասթի շրջանակներում նաև վլոգի կամ չգիտեմ ինչ որ որոշում կկայացնեմ, կներկայացնեմ այդ փոքրիկ հարցազրույցը Վիտալիի հետ, որը հատուկ Սանկտ Պետերբուրգից Հայաստան էր եկել իր Խակեյնա էկզոտիկա, այդպես է կոչվում նրա տելեգրամյան ալիքը։ Նա ճամփորդում է ամբողջ աշխարհում, փորձում գտնել էկզոտիկ երկրներ, որտեղ որ կա հոկեյ։ Եվ շատ հետաքրքիր զրույց ունեցանք, նա գերբավարարված էր, պնդեց, որ առավել քան նման է ամեն ինչ հոկեյի, շատ կազմակերպված է, այնպես չէ, որ մեղմ ասած ոչինչ չի հիշեցնում հոկեյ։
Կարճ ասած նա պնդում էր, որ ամեն ինչ բոլոր միջազգային կանոնների համապատասխան է այս մակարդակի համար իհարկե։ Զարմացած էր եւ հիացած Հայաստանի ազգային հավաքականի ելույթով, չնայած ընդգծեց, որ D դիվիզիոնի ամենաթույլ մրցակիցն էր մեզ առաջին տուրի համար բաժին հասել։ Մալայզիան, որի կազմում հանդես էին գալիս իհարկե տեղացի, բայց շատ երիտասարդ պատանի ու երիտասարդ հոկեիստներ, նրանց շնորհակալություն իսկապես տղամարդավարի պայքարելու համար։ Իդեպ մի առանձնահատկություն Հայաստանի հավաքականի խաղի մասին եթե խոսենք, ես երբեք չէի նկատել, չէի տեսել, հետևելով ամենաուժեղ լիգաների հանդիպումները, երբ օրինակ Թևանցուկ բժիշկը մտնում է սահադաշտ, առհասարակ ինչ էլ լինի, ինչ վնասվածք էլ որ ստանան հոկեիստները, թե կոնտինենտալ հոկեյի լիգայում, թե արդեն Հյուսիսային Ամերիկայում, այնտեղ հոկեիստներ ինչ որ մի ձև իրենց մեջ ուժ գտնում են եւ իրենք սահելով կամ պարզապես ձեռքերի վրա դուրս են գալիս սահադաշտից, սառույցից դուրս են գալիս, այսպես թե այնպես նրանց մարզագույքն է վնասվել, թե ինչ կրկնում եմ, նրանք կարողանում են դուրս գալ։ Երեք ես հանդիպման ընթացքում միանգամից 2 անգամ տեսա, թե ինչպես է մեր հոկեիստը Թևանցուկ օգնում, որպեսզի բժիշկը մոտենա հոկեիստին, ուժային պայքար, այո կար, հաճելի էր տեսնել, որ այստեղ էլ կարող ենք այդ ամենի ականատեսը լինել, բայց այդ ուժային պայքարը շատ հաճախ ավարտվում էր նոկդաուններով եւ նոկաուտներով, այնպես որ բժիշկի կարիք լինում էր։ Հուսամ, որ հոկեիստներն էլ լավացել են եւ նրանց հիվանդանոց տեղափոխելու առիթ ու պատճառ մեր մրցաշարի առաջին խաղային օրը չի հանդիսացել։ Հիմա արդյունքների մասով։ Շատերի համար անակնկալ էր Իրանի ոչ այդքան վստահ ելույթը Ինդոնեզիայի հետ, 3 խաղափուլերում էլ գրանցվեցին մեկական գոլ եւ 2-1 հաշվով Ինդոնեզիան հաղթանակ տարավ, երկրորդ խաղափուլում իրանցի հոկեիստները հաշիվը հավասարեցրին, բայց վերջում երրորդում Ինդոնեզիան կարողացավ հաղթանակ տանել ու պարտության մատնել։ Քուվեյթն էլ, ինչպես ասացի, չնայած համալրված եվրոպական մի շարք երկրների, Չեխիայի ու Գերմանիայի միջին որակի, այսպես ասեմ, հոկեիստներով, այդուհանդերձ Ուզբեկստանի դեմ խաղում պարզապես անընդունակ էր որևէ կերպ պայքար մղելու, այն դեպքում դեռ շատերն ասում են մասնագետները, ես չեմ ասում, նրանցից շատերը հանդես են գալիս համառուսաստանյան լիգայում եւ խումա ակումբում են ելույթներ ունենում, Տաշկենտը ներկայացնող այդ ակումբը մասնակցում է համառուսաստանյան բաց առաջնությանը եւ շատ ուժեղ ակումբ է նախ եւ առաջ պետք է ընդգծել ու նրանք իրենց ուժերի շատեր ասում են, որ իրենց ուժերի 50%-ով են հանդես եկել, վստահ հաղթանակ 13-3 հաշվով եւ վերջապես Հայաստանի ազգային հավաքականի խաղի մասին։ Առաջին խաղափուլից հետո մենք հաղթում ենք 9-1 հաշվով։ Գրանցվել է 24-3 հաշիվ օգուտ մեզ։ Նախ եւ առաջ շնորհավորում եմ։ Սա 15 տարի անց նոր կազմավորված Հայաստանի ազգային հավաքականի առաջին հաղթանակն էր սեփական պատերի ներքո, գերվստահ հաշվով, շատերն անգամ սկսել էին փորփրել ու փորձել գտնել, թե երբևիցե հոկեյի աշխարհում որն է եղել ամենախոշոր հաշիվը։ Պարզվեց, որ նմանը գրանցվել է 1987 թվականին, ես Telegram ալիքներից մեկում հանդիպեցի, Ավստրալիան 58-0 Նոր Զելանդիային էր հաղթել ինչ-որ։ Տենց մի հատ ֆանտաստիկ պատմություն է եղել, մոտ էին մերոնք, գրեթե կես ճանապարհը անցել էին, բայց դե սա էլ կմնա մեր գոնե ամենախոշոր հաշվով հաղթանակը, եթե իհարկե դրանից հետո մենք օրինակ նույն Ինդոնեզիային կամ Քուվեյթին, կամ չգիտեմ, նրանք ավելի երևի թե որակապես ավելի լավ հոկեյ են ցույց տալիս, այդ մասին հետո մենք տեսնենք, թե մեր տղաները ինչ կարողանան ցույց տալ, բայց ել ավելի կարևոր է հասկանալ, թե ում դեմ ենք խաղալու եւ ում դեմ ենք պայքարելու։ Այդ առումով արդեն շատ բան ասվել է, մեր հիմնական մրցակիցը D դիվիզիոնում դա Ուզբեկստանի ընտրանին է, արդեն հասկացաք թե ինչու, քանի որ ռուսական երկրորդ լիգայում հանդես եկող բավական ուժեղ ակումբի հոկեիստներ են, առաջին 2 հնգյակները եւ նրանք նախ խաղացված են, նրանք գիտեն պայքարել շատ լուրջ մակարդակում եւ ըստ էության մեր տղաների համար դա լրջագույն մարտահրավեր է։ Առհասարակ այս 4 դիվիզիոնի հանդիպումները մենք կամփոփենք, անպայման կամփոփենք, շատ բաների մասին կխոսենք,
կազմակերպչական տեսանկյունից ինչպես անցավ, իսկ պնդում են կազմակերպիչները, որ այդուհանդերձ ինչ արած ոչ ավանդապես ոչ հայկական մարզաձևում մենք մեծ մրցաշար ենք ընդունել եւ շատ խնդիրներ կան, այդ խնդիրները մենք պետք է բարձրացնենք, որպեսզի հետագայում երբ հոկեյը ավելի լուրջ մակարդակի վրա տեղափոխվի, այդ հարցերին տրվի լուծում, այլ ոչ թե սենց խնդիրները կան, ծածկադմփոց անենք, դե մի բաներ հիմա կազմակերպեցինք, արեցինք, թող լղոզենք գնա ընդհանուր տրամադրությունների, հաղթանակի կամ, չգիտեմ, պարտության այս ֆոնին, դա էլ ասենք, թող գնա, այստեղ կարևոր է խոսել ամեն մի մանրուքի մասին, ինչպես էր կահավորված, ինչպես էին մեր ենթակառուցվածքները դիմանում, արդյոք այնտեղ պետք է, չգիտեմ, անձնակազմի վրա աշխատել, որպեսզի նրանք կարողանան սպասարկել այս ինտենսիվությամբ հանդիպումները, շատ հարցեր կան, կրկնում եմ, դրանք բոլորը ենթակա են պարզաբանման, դա միանշանակ օգնելու է այն մարդկանց, ովքեր որ հսկայական ամակ ունեն այս ամեն ինչում, շատ ուժ ու եռանդ են ծախսել, ես եւս մեկ անգամ առիթը օգտագործեմ, ասեմ, որ Armenian Hockey Team Instagram-յան էջ կա, այդտեղ մեր ազգային ընտրանու մասին ամեն տեսակ մանրամասն, կուլիսների հետևում ինչ է կատարվում, սփիչեր, մոտիվացիոն, առանձնահատուկ նաև մի պատմություն էլ կուզենայի երևի թե ներկայացնել Վիտալի Գուսկովի գլխավոր մարշչի մասին, նրան շատ անհանգիստ տեսա, խոստովանեմ, կարծում նա երբեք չի էլ թաքցրել, ծխում էր կանգնած այդ մուտքի դռների մոտ մարզապալատի, իրոք նրան այդքան հուզված ու անորոշ վիճակում չէի տեսել, մարդու, որ երկար ժամանակ մեծ հոկեյում հարևանությամբ հաստատ նա եղել է եւ նա իրապես զգում ես մարդու դեմքին, զգում ես, որ նա իրապես հասկանում է, որ սա լրիվ ուրիշ մակարդակի պատասխանատվություն է, այո, ամեն ինչ այն մակարդակի չէ, ինչպես հսկայական ամերիկյան, կանադական կամ նույն ռուսական մարզապալատներում են, պահանջը, հետաքրքրությունը, բայց ամեն դեպքում պատասխանատվություն կա այստեղ այլ մակարդակի, քանի որ այստեղ դու ես ու շատ քչերն են, ովքեր որ կազմակերպչական, հսկայական աշխատանք ունեն արած եւ հենց դու ես կրում այդ պատասխանատվությունը, շատ հոկեյի լուրջ ավանդույթներ ունեցող երկրներում այդ պատասխանատվությունը բաշխվում է այնքան մեծ քանակի մարդկանց վրա, որ դու քո մասնաբաժինը որքան էլ որ հնարավոր է թերի անես, ինչ որ միտեղ սխալվես, դա մեծ հաշվով չի երևա։ Այստեղ դու պարտավոր ես հետևել ամեն ինչին։ Սառույցի որակին միաժամանակ լինելով գլխավոր մարզիչը լուծես ինչ որ խնդիր, որը որ ընդհանրապես քո հետ կապ չունի։ Հնարավոր է քեզ դիմեն շապիկի վրա տպագրության հարցով։ Այո, ռեալ այդպիսի հարց կարող է հնչել խաղից մի քանի րոպե առաջ, որովհետև սա մի մակարդակ է, մի առաջնություն է, որտեղ որ ամեն ինչ չէ, որ կանոնակարգված է։ Եվ ամեն ինչ տեղի է ունենում մեզ համար, գոնե որպես կազմակերպիչներից տեղի է ունենում առաջին անգամ։ Տղաներին սրտանց, իրանց սրտանց հաջողություն եմ մաղթում, քանի որ տեսել եմ իրանց աշխատանքի սաղմնային փուլը, առաջնության կազմակերպման փուլերը, երբ թվում էր, թե հանդիպումները հավանական է, որ անգամ տեղի չունենան, ներքին լիգայի մասին է խոսքը, եւ վերջապես այս ամենի գլխավոր զենիթը թերևս այս մրցաշարի անցկացումն է, փաստացի այն ընթացքի մեջ է, որոշակի մանր թեթև խնդիրներով, բայց դրանք կհաղթարվեն, իսկ գլխավոր զարդը կլինի, եթե մենք կարողանանք Ուզբեկստանին հաղթել եւ հաղթել ամբողջ այս մրցաշարում, այնպես որ հոկեյի Հայաստանի ազգային հավաքականին սրտանց հաջողություն եմ մաղթում։ Բուն TV եթերում մեր այս թողարկումից անմիջապես հետո սկսվելու է եվրոպական ու համաշխարհային ֆուտբոլի ամենակարևոր իրադարձությունը՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի խաղարկության պատասխան հանդիպումներն են տեղի ունենալու, հատկապես իմ ընկերներին հետաքրքրել է Ինտեր Բավարիան, շատերը ուղղակիորեն, չգիտեմ, հրաշքով ինչ որ մի ձև կարողացել են անգամ տոմսեր գտնել եւ ներկա են լինելու խաղադաշտում տպավորությունները, ինչ որ հետաքրքիր ինսայդներ նրանց կփորձեմ իմանալ այդ խաղի շուրջ, Ինտերը գերկարևոր քայլ է կատարել դեպի կիսաեզրափակիչ, նրանք առաջին խաղում 2-1 հաշվով հաղթել են, դա գլխավոր սենսացիաներից մեկն էր, բայց Արսենալը այն աստիճան ֆանտաստիկ խաղով, այնպիսի հաշվով հաղթանակ տոնեց Մադրիդի Ռեալի նկատմամբ, որ այդ նվաճումը Ինտերի հաղթանակը անընդհատ խամրում էր, ում հետ խոսում ես, թե խաղային օրվա առհասարակ քառորդ եզրափակչի
մեծ անակնկալը որն է, նրանցից եւ ոչ մեկը Ինտերի հանդիպումը չնշեց, չհիշատակեց բոլորի համար դա Արսենալի եւ Ռայսի խփած երկու ֆանտաստիկ տուգանայիններն էին եւ վերջնարդյունքը 3-0 հաշվով հաղթանակ։ Պատկերացնում եք Մադրիդի Ռեալը իր պատմության ընթացքում Չեմպիոնների լիգայում Արսենալի հետ հանդիպել է 3 անգամ եւ ոչ մի գնդակ 0, այսինքն 0։ Հասկանում եք Մադրիդի Ռեալը ակումբ, որը որ պատժել է բոլորին ամենտեղ, ամենուր, ամեն տեսակ հաշվով, Արսենալի դարպաս անգամ մեկ գնդակ չի կարողանում ուղարկել։ Պերֆորմանսը ֆանտաստիկ էր ստադիոնում, Թիերի Անրիի մեծ բաները առավել եւս հիշատակ էր այն խաղերի, երբ նրանք 0-0, հետո 1-0 հաշվով նվազագույն հաշվով կարողացան հաղթանակ տոնել։ Թիերի Անրին էլ այդ խաղերում երևի թե մարդ ակումբ էր իրենից ներկայացնում, նա միայնակ վազում էր, միայնակ բոլոր ամեն տեսակ հարցեր լուծում, նա զարթն էր այդ Արսենալի։ Այս Արսենալը շատ ավելի թիմային է, այստեղ անհատականություն չկա եւ Ռայսի երկու գնդակները տարբերվող են այն տեսանկյունից, որ այդ ֆուտբոլիստից նման տուգանայիններ չես սպասի։ Ես մի քանի անգամ տեսել եմ, թե ինչպես է նա մոտեցել գնդակին եւ արդյունքները այնպես չէ, որ կարելի էր սպոպիչ անգամ անվանել, նրանից նման հարվածներ ակնկալելը դժվար էր։ Առաջին գոլից հետո ես երբ կրկին սուլոցը եղավ, նշանակվեց երկրորդ տուգանային հատվածը, իմ մտքով անցավ հետեւյալ միտքը. հանճարեղ ֆուտբոլիստներն է միայն, որ նման մակարդակի խաղերում, նման ակումբների դեմ խաղերում կարող են պարզապես գնդակը դնել խոտածածկին եւ կրկին հարվածել այնպես ինչպես նա կարող է ունակ է հարվածել, չգիտեմ ոնց շարադրեմ, բայց մենակ դա կարող են անել հանճարեղ ֆուտբոլիստները։ Դեկլան Ռայսը դա արեց, ես զարմացա, ինքս իմ մեջ ասացի, որ ըստ էության սա ուրեմն մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Չգիտեմ, դա մի փայլատակում էր սենց ֆուտբոլային աշխարհում, որը այլևս չի կրկնվի, նման բաներ շատ ենք տեսել, թե այդուհանդերձ այս խաղով ու իր կարիերայով հետագա նա կհայտարարի, որ նա պարզապես մուտք է գործում մի աշխարհ, որտեղ որ միայն մեծագույն անուններն են ֆուտբոլային։ Խաղային օրը սկսում է Aston Villa PSG դիմակայությամբ, դրան զուգահեռ նաև Դորտմունդի Բորուսիան սեփական ֆանտաստիկ ստադիոնում Signal Iduna պարկում կփորձի հետ բերել կորցրածը, ասեմ ինչ ասեմ։ Կորցրել է միանշանակ, բայց իր հերթին Բարսելոնան այն ակումբն է, որը հիշեցնեմ երկու անգամ այս փուլերում պարտվել է մեկ Լիվերպուլին եւ երկրորդը Ռոմային։ Եթե Լիվերպուլի դեմ պարտությունը ինչ որ մի կերպ կարելի էր բացատրել, քանի որ Լիվերպուլը այո այն ակումբն է, որը կարա դժվար իրավիճակներում վերադառնալ, Ռոման երբևիցե այդպիսի ակումբների շարքին չի դասվել, բայց ասածս այն մասին է, որ այ Բարսելոնան ունակ է խաղային թելը կորցնել եւ չգիտես ինչ հրաշքով չհայտնվել այն փուլում, որտեղ որ կարծես թե նրա տեղը, դիրքը ու կարգավիճակը արդեն ամրագրված է։ Խաղային արդեն մյուս օրը մեզ սպասում է գերետաքրքիր դիմակայություն Մադրիդի Ռեալի եւ Արսենալի միջև, քանի որ անգամ 3-0-ն պատճառ չէ, որ չհավատաս, որ արքայական ակումբը նման իրավիճակներից կարող է շատեր անգամ վստահ են, որ ունակ է դուրս գալ։ Հետաքրքիր է իրոք տեսնել հոգեբանական առումով նման բարդ իրավիճակում այս Արսենալը կկարողանա պայքար ապահովել Մադրիդի Ռեալին եւ շրջանցել, թե ոչ, որովհետեւ սա քննության ինչ որ միտեղ, երբ որ դու Չեմպիոնների լիգայում անցնում ես Մադրիդի Ռեալին, դու հաղթում ես Չեմպիոնների լիգան։ Գավաթը տալիս են եզրափակիչում, դա այլ հարց է, խնդիր չկա, ընդունում եմ, բայց ինչ որ միտեղ նրանք կարող են ասել, որ նրանք հաղթել են մի ակումբի, որի դեմ հաղթանակ հավասարազոր է գավաթը նվաճելուն։ Դե իսկ Ինտեր Բավարիա խաղի մասին էլ արդեն մի փոքր ասացի, այն մարդիկ, ովքեր որ ստադիոնից են հետևելու, իսկ նմանները 4-ն են իմ ընկերներից, նրանցից կարծիքներ եմ հարցնելու, թե ինչպես անցավ դիմակայությունը, Հենրիխ Մխիթարյանին ու Ինտերին միայն եւ միայն հաջողություններ։ Եվ վերջին թեման, որը թողել ենք Sport Podcast Էթանոսի հետի հերթական եթերի համար, դա Հայաստանի առաջնությունն է։ Fastex Premier Liga-ի 26-րդ տուրը բաց թողեց Արարատ Արմենյան։
11 ակումբներ շարունակում են պայքարը մեր բարձրագույն խմբում եւ այս անգամ ժամանակները Արարատ Արմենիայի բաց թողնելու հերթական հանդիպումը 5 զույգ, 5 հետաքրքիր դիմակայություն եւ անակնկալներից մեկը չեմպիոնական համեստ լինենք, լավ, ասենք ամենայն դեպս մրցանակային տեղերի համար պայքար մղող Ուրարտուն միավորներ կորցրեց մրցակցի արկի տակ, ոչ ոքի Ալաշկերտի հետ խաղում 1-1 Գանձասար Փյունիկն էր շատ հետաքրքիր, քանի որ Փյունիկը վերջին ընթացքում պարտություններ է կրում, միավորներ կորցնում եւ զիջել է իր դիրքերը բավականին Գանձասարը այս անգամ էլ եւս առաջինը կարողացավ աչքի ընկնել իհարկե ինքնագոլի շնորհիվ, բայց Փյունիկը երկրորդ խաղակեսում կերպարանափոխվեց, այստեղ նաեւ մի գերգեղեցիկ գնդակ գրանցվեց, որը հենց հիմա նաեւ ձեր էկրաններին կարող եք տեսնել, Մատաս Վարեիկան 90+7 րոպեին երևի այս առաջնության ամենագեղեցիկ գոլերից մեկը խփեց առհասարակ նմանները շատ են նախորդ տուրում էլ դա Գանձասարի գնդակները Արարատի դարպասը այդ առումով մեզ մոտ գեղեցիկը անսահման շատ է, դա շատ դուրեկան է 3 միավոր Փյունիկը մնում է 4-րդ տեղում հաջորդ կարևորագույն 3 միավորը որ գրանցեց դա երևի թե Չարենցավանցիների Վանի կատարմամբ էր 1-0 հաշվով նվազագույն հաշվով հաղթանակ Շիրակի հարկի տակ Գյումրիում ռեգիոնալ այսպիսի ֆուտբոլի մի էջ, որը մեր առաջնության պայմաններում շատ քիչ է հանդիպում, բայց դա էլ իր գեղեցկությունը ունի, Շիրակը պարտություն է կրում, մնում է ավելի շատ այս աղյուսակի ներքևի հատվածում, իհարկե ապահովագրել է իրեն, միավորների շատ լուրջ քանակ ունի, հետաքրքիր է, որ առաջին քառյակին շատ մոտ ակումբներից միայն մեկն է նա Այս պահին 23 հանդիպում ունի, 1 հանդիպում ավելի քիչ քան Փյունիկը եւ իր ակտիվում ունի 41 միավոր, 47-ն է Փյունիկի մոտ։ Այնպես որ եթե այդ 1 խաղի 3 միավորն էլ գումարենք, 44 միավոր եւ այնտեղ միայն 3 միավոր է Փյունիկին եւ Վանին բաժանում, դա երևի թե գլխավոր եւ ամենահետաքրքիր անակնկալներից մեկն է նախ եւ առաջ արդյոք Վանը կարողանա մինչեւ առաջնության վերջ դիմանալ, շարունակել միավորնել խրել առաջատարներից եւ այն պարտադիր միավորները վաստակել, որոնք որ հետնապահների հետ հանդիպումներում նա կկարողանա վաստակել, կարճ ասած, արդյոք նա կկարողանա պայքար ապահովել առաջին քառյակին։ Դա հետագա հաջորդ 4-5 հանդիպումներում մենք կտեսնենք եւս մեկ խաղ ԲԿՄ Նոա Մինչ այդ էլ դրանք հետաձգված խաղում հանդիպել էին, Նոան վստահ հաղթանակ էր տոնել, այս անգամ էլ ավելի վստահ 5-1 հաշվով։ Մեկ թեմա առանձնահատուկ կցանկանայի այստեղ ընդգծել, որ իդեպ Մոտան գլխավոր մարզիչը Նոայի ոչ մեկ անգամ նշել է, որ շատ հետաքրքիր է իր համար խաղը հենց ԲԿՄ-ի հետ, ԲԿՄ-ն կանոնավորված տեսնում է ակնհայտորեն, որ այնտեղ ձեռագիր կա, այդ ձեռագրի նախանշանները բոլոր խաղերում էլ մենք տեսնում ենք։ Զգացվում է, որ թիմը ընդունակ է պայքարելու պատանի երիտասարդ ֆուտբոլիստներով, բայց նաև Նոայի հետ այս վերջին խաղը մեկ այլ հստակ սահմանագիծ ինձ համար ընդգծեց, որ Նոան խաղալով եվրոպական մոդելի արագ ֆուտբոլ, որը նա կիրառում է որոշ ակումբների դեմ, տեղեր կան, որ նա գերթեթևությամբ է խաղում առանց լրացուցիչ լարման, ԲԿՄ-ի դեմ խաղում նրանք միանշանակ գոնե ինձ համար ընկալելի էր, որ Նոան խաղում է, փորձելով ցույց տալ իր մաքսիմալը ինչպես էին խաղարկում գնդակները, ինչպես էին անընդհատ ճնշում, գնում բարձր պրեսինգի, եթե հարկավոր է, եւ դրա ֆոնին ընկալելի դարձավ, տեսանելի դարձավ, թե որ կետերում են զիջում մեր բանակայինները, ԲԿՄ-ն, որը որ մեր երիտասարդական հավաքականի հիմքն է, ցավալի է իհարկե տեսնել, որ այս փուլում անգամ Նոային նրանք մեղմ ասած բազմաթիվ կետերով ուժային պայքարում եւ խաղային այլ նաեւ գործոններով իրապես զիջում են երկու խաղի մի քանի օրվա տարբերությամբ երկու խաղի այս մակարդակում մենք դա միանշանակ տեսանք դե ինչ թերևս այսքանը Պարզապես վերջում հիշեցնեմ մրցաշարային աղյուսակում վիճակի մասին 23-ական հանդիպումներ անցկացրած Նոան եւ Ուրարտուն առաջին երկու հորիզոնականներում են եւ եթե Նոայի առավելությունը ակնհայտ է նրանք ունեն 61 միավոր, ապա Ուրարտուն երկրորդ հորիզոնականը կիսում է Արարատ Արմենիայի հետ 48 միավոր ունեն Արարատ Արմենիան, որը որ այս կրկնում եմ 26-րդ տուրի հանդիպումը իր չանցկացրեց, շարունակում է
վերջին շրջանում իր ցույց տված գերվստահ հաղթանակների շնորհիվ մնալ պայքարում եւ արդեն հաջորդ տուրում նրանք տեսնենք նա կվերադառնա իր հերթին նաեւ մոտակա օրերը տեղի կունենան Հայաստանի գավաթի խաղարկությունը այդտեղ շատ հետաքրքիր զույգեր ունենք Նոա Վան եւ Փյունիկ Արարատ Արմենիա կարծում եմ շատերը մտածում են որ Նոայի համար հեշտ ճանապարհ է սակայն ինքներդ տեսնելով Վանի այդ պայքարը որ նա առաջարկում է առաջատար քարյակին կարծում եմ լրացուցիչ առիթ է գավաթի խաղարկության 1-2 հանդիպումներին տրամադրվելու իսկ նրանց գլխավոր մարզիչը արդեն շատ լուրջ փորձ ունի Հայաստանի գավաթի խաղարկություններում Նորավանքի հետ կարծում եմ նրանք իրական ռեալ պայքար են մղելու առաջնության գլխավոր առաջատարի Նոայի հետ այսքանը թերևս փորձեցի տեղավորվել այս րոպեների ընթացքում որոնք որ սահմանափակ էին բազմաթիվ էին թեմաները կարծում եմ ինքներդ հասկացաք մեկը մյուսից հետաքրքիր այս օրերին հնարավորություն բաց մի թողեք ֆան զոնաներում օպերայի տարածքում հրապարակի հարևանությամբ դիտելու հանդիպումները եթե տոմս չեք գնել իսկ եթե տոմս գնել եք եւ ցանկանում եք կենթանի հոկեյ դիտել իրական շատ հաճելի ռեալ պայքարով, ապա բոլորը դեպի հոկեյ եւ գեղասահակի մարզապալատ այնտեղ շատ հետաքրքիր ու դիտարժան հոկեյ լինելու գալիք օրերի ընթացքում։ Թերևս այսքանը Բուն TV եթերում սպորտ ոդքասթ Էթանոսի հետն էր հաջորդ շաբաթ մենք գալու ենք էլի այսձև հավեսով ամփոփելու արդեն այս շաբաթվա սկսված շաբաթվա տեղի ունեցած բոլոր հետաքրքիր իրադարձությունները։ Հաջողություն։